Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ հանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Ազգային ժողովն այսօր մեկնարկած արտահերթ նիստում քննարկում է իշխանությունների աղմկահարույց օրենսդրական նախաձեռնությունը Հայաստանի էլեկտրական ցանցեր փակbaşնատիրական ընկերությունը պետականացնելու վերաբերյալ։ Խոսքը հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքում փոփոխություններ կատարելու եւ դրանքից օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթի մասին է։ Օրինագծի համաձայն Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավոր է վարչական վարույց սկսել Հայաստանի էլեկտրական ցանցեր փակbaşնատիրական ընկերության դեմ։ Օրենսդրական փաթեթը նախատեսում է ընկերության ազգայնացման համար իրավական հիմքերի ստեղծում։ Խորհրդարանական ընդդիմությունը խստորեն քննադատել է այս նախաձեռնությունը, հիշեցնելով, որ օրենսդրական փաթեթի խորհրդարան ներկայացնելուն նախորդել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հեծը պետականացնելու վերաբերյալ։ Ինչպես արդեն այսօր մի անգամ առիթ ունեցել եմ ասելու, թռնեք երկինք իջնեք ցած, ինչ փաթեթավորում էլ դնեք տակը, ասեք պետականացում, ասեք ազգայնացում, միևնույն է սա հեծը խլելու գործընթաց է եւ սա բացառապես քաղաքական դրդապատճառներ ունի։ Իրականում, այո, Սամվել Կարապետյանի ի պաշտպանություն եկեղեցու հնչեցված հայտարարությունից հետո սա քաղաքական հետապնդման հերթական դրվագն է, կրկնում եմ, ինչ էլ անունը տակ, սա ուղղակի ֆիքսվում է ամբողջ ժողովրդի կողմից։ Ազգային ժողովում քննարկում է նաև հանրային տրանսպորտի թանկացումը բոյկոտող քաղաքացիներին մինչև 15,000 դրամով տուգանելու նախագիծ, որն առաջին ընթերցմամբ քվեարկության դնելուց առաջ արժանացավ ընդդիմության կոշտ քննադատությանը։ Օրինագծով քաղաքացիները 15,000 դրամով կտուգանվեն հանրային տրանսպորտից օգտվելիս ուղևարցը չվճարելու կամ մեկ այլ քաղաքացու տոմսն օգտագործելու դեպքում, իսկ 3,000 դրամով եթե ունեն տոմս, սակայն 1 րոպեի ընթացքում այն չեն մոտեցրել սարքին վճարման համար։ ՏԿ փոխնախարար Արմեն Սիմոնյանը հայտարարեց, որ Երևանի քաղաքապետարանի հաշվարկով տրանսպորտից օգտվող քաղաքացիների մոտ 25-ից 30%-ը չի վճարում։ Դա նաև մնացած 70-ից 75%-ի մոտ առաջացնում է արդարացի դժգոհություն եւ կարծում ենք այս հարցը պետք է լուծել եւ որքան հնարավոր է արագ, ասաց նա։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունը կտրականապես չի ընդունում նախագիծը, ընդդիմադիր падգամավորները հայտարարում են, որ այս փոփոխությամբ իշխանությունները քաղաքացիներին դարձնում են տուգանքի մատերիալ։ Հարց է տալի մարդուն, ասում է, չեմ կարող ասեմ, թող վճարեն, չտուգանվեն։ Եղբայր չեն կարող վճարեն։ 75,000 դրամ է ստանում աշխատող աղքատը, աշխատում է։ Հիմա ասում ես 15,000 տուգանեմ, 20%-ն է իր աշխատավարձի։ Հիմա այդ խնդիրը հեչ ձեզ վերաբերելի չի։ Բա հիմի ասինքն որ տուգանում ես այդ մարդուն, 5 անգամ տուգանես ամսվա մեջ, ինչ տանի տուն։ Բա հարց է, չէ, այսինքն ձեզ դա էլ չէ պետք է հետաքրքրի։ Ասաց ընդդիմադիր падգամավոր Թադևոս Ավետիսյանը։ Ինչպես հեծը պետականացնելու, այնպես էլ չվճարող քաղաքացիներին տուգանելու նախագծերը խորհրդարանում քննարկվում են 24-ժամյա ռեժիմով։ Ալեն Սիմոնյանն այսօր հայտնել է, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր կուղարկի խորհրդարան ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար։ Թե քրեական ինչ գործի շրջանակում նա չմանրամասնեց։ Արթուր Սարգսյանի տանն էլ էր հունիսի 25-ին խուզարկություն իրականացվել, սակայն նա չէր տեղափոխվել քննչական կոմիտե։ Այսօր մի շարք խուզարկություններ ու ձերբակալություններ էին ընդդիմադիրների շրջանակում։ Գլխավոր դատախազությունն ավելի վաղ դիմել էր խորհրդարանին, որպեսզի ստանա падգամավորների համաձայնությունը ընդդիմադիրներ Սերյան Օհանյանին եւ Արծվիկ Մինասյանին մեղադրանք առաջադրելու համար։ Այս հարցի քննարկումը նախատեսված էր դեռ վերջին քառօրյային, սակայն ինչպես այդ ժամանակ այսօր էլ մեկնարկած արտահերթի օրակարգում ընդգրկված չէ։ Հարցին թե որն է պատճառը եւ երբ են քննարկելու դատախազի միջնորդագրերը, Ալեն Սիմոնյանն ասաց, դատախազը պետք է պատրաստվի։ Ընդդիմադիր падգամավորները պնդում են գլխավոր դատախազը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվերն է կատարում։ Հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների միջև, այս մասին հայտնում է իրանական 19 լրատվական գործակալությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկել եւ մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նշվում է, որ Միրզոյանը հեռախոսազրույցի ժամանակ դատապարտելով Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիվ գործողությունները ողջունել է հակամարտության դադարեցումը, որը կհանգեցնի տարածաշրջանում կայունության եւ լարվածության նվազեցմանը։ Հեռախոսազրույցի վերաբերյալ այլ մանրամասներ չի հաղորդվում։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր հակաեկեղեցական արշավը եւ թիրախավորում վեհափառ հայրապետին, նրան դիմելով ավազանի անունով։
Ըստ նրա Facebook-յան գրառման մի շարք ամուսնացյալ քահանաներ իրենց վերադասի հրահանգով ու պարտադրանքով փորձել են վիճարկվել երեկվա իր հայտարարությունը, թե Հայաստանի Այցառաքելական Սուրբ եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաներն իր եղբայրներն են, որովհետև չեն խաբում ժողովրդին եւ Աստծուն։ Երևանի քաղաքապետարանից էլ հայտնում են, որ մետրոպոլիտենի 11-րդ հաջափնյա կայարանի նախագծային աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, փաթեթն անցել է բոլոր փորձաքննությունները։ Հաղորդվում է, որ կայարանի շինարարության գոտում ազդեցության ենթակա հողերի եւ գույքերի առումով գերակահանային շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծն ուղարկվել է կառավարություն սահմանված կարգով ներպետական շրջանառությունն ու հետագա ընթացքն ապահովելու համար։ Միաժամանակ նախապատրաստական աշխատանքներ են սկսվել շինարարության մեթոդաբանության վերաբերյալ այս տարի արդեն դրանց մեկնարկը տալու նպատակով։ Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանը նախկինում խոստացել էր, որ աջափնյա կայարանի շինարարությունը կմեկնարկի 2024 թվականի սկզբին։ Արցախի Հանրապետության ազգային ժողովի արդարություն խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, ով 2 ամսով կալանավորվել է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, տեղեկությունը հայտնում է Փաստինֆոն։ Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, այն դեռևս մակագրված չէ։ Դավիթ Գալստյանը հայտարարությամբ է հանդես եկել արձանագրելով, որ իր դեմ իրականացվող քաղաքական դրդապատճառներով հետապնդումը եւ կալանավորումը բացահայտ հաշվեհարդար է կապված իր որպես Արցախի Հանրապետության ժողովրդի օրինական ներկայացուցչի ձայնը լռեցնելու հետ։ Բանտով դուք կարող եք սահմանափակել մարմինը, բայց ոչ միտքը, ոչ կամքը։ Ես տեսել եմ պատերազմ, ապրել եմ շրջափակման մեջ, բռնի տեղահանվել եմ իմ հայրենիքից եւ դուք կարծում եք բանտով ինձ կլռեցնեք, չեք կարող, մեր պայքարը չի կարող ավարտվել բանտային պատերով, ուղերձում նշել է Գալստյանը։ Բաքվում Սպուտնիկ Ադրբեջանի խմբագրությունում խուզարկություններից հետո ձերբակալվել է 7 մարդ, որոնցից 2-ը կալանավորվել են։ Տեղեկությունը հայտնում է այդ երկրի ներքին գործերի նախարարությունը, նշվում է, որ քրեական գործ է հարուցվել խարդախության, ապօրինի ձեռնարկատիրության եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման մասին հոդվածներով։ Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր Ռոսիա Սևոդնիայի Սպուտնիկ ներկայացության փակման մասին։ Ռուսաստանյան ընկերությանը թույլատրվել է հավատարմագրում ստանալ միայն 1 թղթակցի համար։ Դրանից հետո Սպուտնիկի մասնաճյուղի աշխատանքի հետ կապված խնդրի իրավական լուծման շուրջ տարվել են բանակցություններ։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների սրման ֆոնին, որը ծագել է Եկատերինբուրգում սպանությունների եւ մահափորձերի պատճառով, ադրբեջանական Սփյուռքի ներկայացուցիչների զանգվածային ձերբակալություններից հետո Սպուտնիկ Ադրբեջանի գրասենյակը ենթարկվել է խուզարկության։ Այսօր հուլիսի 1-ին մահվան երգով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 19-ամյա Վանուշ Հ-ն իր վարած Մերսեդես Մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 137 կիլոմետրի հատվածում Վայք քաղաքի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Արեն Ե-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկված երեխան էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Վայոց ձոր բժշկական կենտրոն։ Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից հազանգ է ստացվում ոստիկանության Վայքի բաժին եւ հայտնում են, որ երեխան գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Շամշյան-Քոմի փոխանցմամբ հունիսի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Սևան Մարտունի գետափ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրի հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 18-ամյա Նարեկ Խալաթյանը իր վարած Մերսեդես Մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, փախվել քարերին եւ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։